Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նեանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի քաղաքագետների միության նախագահ պարոն Հմայակ Հովհաննիսյանի հետ։ Ողջունում եմ պարոն Հմայակ։ Ողջունում եմ ձեզ։ Շատ ուրախ եմ, որ ընդունել եք հրավերը։ Այո։ Սկսենք ներքին իրադարձություններից, քանի որ այս վերջին շրջանում շրջանառվում էր այդ լուրը, որ առաջադրվել է Հովիկ Աղազարյանի ազգային ժողովի պատգամավորներ Աղազարյանի եւ Ասլանյանի ներկայացրած, ուրեմն երկուսը ներկայացրել էին վարչապետի տեխնացու Էդմոն Մարուքյանին, խոսքը գնում է Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթացի մասին, պակասում էր 2 ձայն եւ այսպես Էդմոն Մարուքյանը ներկայացավ որպես վարչապետի տեխնացու, բայց երեք շատ ուշ երեկոյան մենք իմացանք, որ ազգային ժողովի ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունը որոշել է չմիանալ այդ գործընթացին, Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին եւ ասաց հետեւյալը պատիվ ունեմի խմբակցության ղեկավար Մամիջանյանը ասաց Փաշինյան 1-ին, Փաշինյան 2-ով փոխարինելու իմաստ չենք տեսնում։ Այսինքն Էդմոն Մարուքյանին նրանք անվանեցին Փաշինյան 2։ Եվ այսպես խոսենք Էդմոն Մարուքյանի թեմա մասին այդքան չի ուզենա խոսել, եթե հարկամարեք համեցեք այդ տեխնացության մասին։ Որքան կուզենայի խոսել այդ իմպիչմենտի գործընթացի մասին։ Ինչու են նախաձեռնել այդ գործընթացը, վստահ են, որ հաջողելու են, իսկ եթե գիտեն, որ չեն հաջողելու, նորից հետ են գալիս, ինչու են սկսել այդ գործընթացը։ Համեցեք։ Ես ասեմ, որ մեր քաղաքական ուժերին այսպես կոչված, չնայած ես դրանց քաղաքական լինելու հանգամանքը ճակերտների մեջ եմ վերցնում, հատուկ է կանգնել նույն փոცხի վրա, որովհետև իմպիչմենտի հարցը արձարծվել էր այսպես կոչված սրբազան շարժման պայքարի, որը ղեկավարում էր Բագրատ arczepiskopոսը այդ ուրեմն պայքարի այդ շարժման շրջանակներում նույնպես դրվել էր իմպիչմենտի հարցը եւ այն ժամանակ որպեսզի այդ հարցը մտներ ազգային ժողովի օրակարգ անհրաժեշտ էր որպեսզի ապահովեր ընդամենը 1 ստորագրություն եթե հիշում եք Իշխան Զաքարյանի ստորագրությունը ըստ որում arczepiskopոսը Բագրատ arczepiskopոսը ժողովրդի առջև հանդես գալով հայտարարում էր, որ ինքը որևէ կասկած չունի, որ այդ ստորագրությունը ապահովվելու է։ Եվ այդ պահանջը իմպիչմենտի հարց արձարծելու այդ ծրագիրը փորձում էին իրականացնել լայնածավալ ժողովրդական ընդվզման ֆոնի վրա։ Հիշում եք, ժողովրդական շարժումը ալիքը բավականին մեծ էր, շրջապատել էին խորհրդարանը եւ տեղի ունեցան ցավագին բախումներ։ Վարչապետի տեխնացու ունեին այն ժամանակ իրենք։ Այսպիսով վարչապետի տեխնացուն Բագրատ Սրբազանն էր։ Իրենց ասելով վարչապետի տեխնացուն հենց նա էր, որտեղ այդ շարժման շրջանակներում էր այդ ալիքը բարձացել եւ այդ հարցը դրել էին այդ շարժման շրջանակներում եւ փաստորեն հիմա երբ որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է որ եթե լինի ժողովրդական ալիք իրենք կմտածեն պաշտպանելու այդ հարցապնդումը եւ եթե այդ ժողովրդական ալիքի ֆոնի վրա իմպիչմենտի հարց արձարծվի ազգային ժողովում ապա հնարավոր է որ հասնի որևէ արդյունքի որևէ տեղաշարժ լինի, թե օրինակ նույն Քոչարյան Ռոբերտ Քոչարյանը չի բացառում, որ հնարավոր է հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, չնայած անհասկանալի է արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են ձեռնտու լինել իշխանություններին, որտեղ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում կրճատվում է ընտրարշավի ժամկետը այնտեղ փաստորեն նպաստավոր պայմաններ են ստեղծվում իշխանության համար, եթե արտահերթ ընտրություններ են տեղի ունենում, ընդդիմությունը ամենևին էլ այն էլ այս վիճակում, որ մենք տեսնում ենք ընդդիմությունը ներկայացված է նախկիններով, որոնք ամենևին էլ չեն վայելում լայն զանգվածների հավանությունը
վստահությունը, ուստի այս պայմաններում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նպատակը անհասկանալի է, եթե խոսքը գնում է ընդդիմության մասին։ Որ ընդդիմության, դա էլ հետաքրքիր։ Գուցե իրենք իրենց մեջ այդ ուժը տեսնում են, գուցե շատերն ասում են կտրված են իրենք իրականությունից։ Տեսեք, դուք էլ եք ասում, այդպիսի հեղինակություն չեն վայելում, որպեսզի եթե վաղը լինի ընտրություն, այն ընդդիմությունը, որը ներկայացված է ազգային ժողովում, երևի դուք էլ ընդդիմություն ասելով տիտղոսային, այո, նրանց նկատի ունեք։ Այո, իհարկե, կարծում եմ, որ այդքան հեղինակություն այս պահին ունեն արդյոք։ Ես նկատի ունեմ խորհրդարանական պսևդոընդդիմությունը, ինչու պսևդոընդդիմություն, որովհետև ընդդիմությունը իրականում պետք է քննադատի իշխանություններին ապագայի տեսլականը ունենալով, այլ ոչ թե անցյալի։ Եթե անցյալի տեսլականը վերցնում են որպես հիմք, ապա դա ընդդիմություն չի, դա ռևանշիստներ են, որոնք պարզապես պայքարում են իշխանությունը հետ վերադարձնելու համար եւ ըստ էության երկրի ընթացքը դեպի հետ պտտելու համար։ Սա իհարկե չափազանց մտահոգի չէ, որ մեզանում ստեղծվել է այս իրավիճակը կեղծ, այսպես ասած, երկընտրանքի իրավիճակ է ստեղծվել։ Այսինքն ժողովրդին փորձում են պարտադրել ընտրություն ներկաների եւ նախկինների միջև։ Եվ չկա մի ուժ, որը պատրաստ է իր վրա վերցնել պատասխանատվությունը երկրի ապագայի համար։ Եվ այդ ուժը պետք է որ ձևավորվի։ Եվ այդ ուժի ձևավորմանը խանգարում են կեղծ օրակարգերը։ Ահա այն օրակարգը, որը այսօր բերվել է ասպարեզ, դա կեղծ օրակարգ է, այդ իմպիչմենտի հասնելու ազգային ժողովի միջոցով, որովհետև դա կեղծ օրակարգ է, որ արդեն մեկ անգամ ըստ էության վարկաբեկեց ժողովրդական ալիքը, որը բարձրացել էր։ Այսինքն այդ շարժման առաջնորդը հենց այդ ընթացքում կորցրեց իր վարկանիշը։ Մինչ այդ վարկանիշը բարձր է, խոսքը հարգարժան Բագրատ արխիեպիսկոպոսի մասին է, ես ինչու եմ ասում հարգարժան, որտեղ նրան հարգում են որպես սրբազանի, ոչ թե որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքական գործիչի ես նրան չեմ հարգում, որովհետև նա դարձել է գործիք այդ նախկինների ձեռքում, դարձավ գործիք նախկինների ձեռքում եւ այդ նախկինները առաջարկեցին կեղծ օրակարգ այն ժամանակ։ Հիմա փորձում են կանգնել նույն փոცხի վրա, նորից առաջարկում են կեղծ օրակարգ։ Հիմա դուք կասեք, բայց չէ որ պատիվ ունեմը հրաժարվեց երեկոյան։ Իհարկե հրաժարվեց այն բանից հետո, երբ ելույթ ունեցավ Ռոբերտ Քոչարյանը։ Տալով գնահատականներս, որում ես արդարության համար ասեմ, որ նա տվեց ճշգրիտ գնահատական։ Մասնավորապես որը։ Մասնավորապես այն, որ ասեց սա նախաձեռնել են հենց այդ պատիվ ունեմը, Սերժ Սարգսյանականները նախաձեռնել են մի նպատակով, որպեսզի իրեն դնեն այդ կեղծ, այդ շինծու այլընտրանքի առջև, կամ դու միանում ես, կամ եթե չես միանում, ուրեմն բացի քեզնից ուրիշ ոչ ոքի չես տեսնում այդ դերում։ Քոչարյանը։ Հա, այս հարցն էին դրել Քոչարյանի առջև։ Պատիվ ունեմ նախաձեռնել։ Ի վերջո, այսինքն այստեղ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյան հիմա ասեմ, Մարուկյանը ուրեմն ունի կենսագրություն եւ եթե ուզում ես հասկանալ որևէ քաղաքական գործիչի նպատակադրվածությունը տվյալ իրավիճակում պետք է նայես դրա կենսագրությանը։ Դա բալանի է, դա քաղաքագիտական ճշմարտություն է։ Պետք է նայես կենսագրությանը, որպեսզի կարողանաս ճշգրիտ գնահատել եւ հասկանալ նրա այս պահին նրա կողմից իրականացվող քայլերը։ Ուրեմն Մարուկյանը, ինչպես եւ Արամ Զավենի Սարգսյանը ելք դաշինքի մասնակիցներ էին։ Ելք դաշինքը ստեղծել է Սերժ Սարգսյանը։ Ելք դաշինքի ճարտարապետը հիմնադիրը, ես կասեի, իրական Սերժ Սարգսյանն է։ Սերժ Սարգսյանը այն ժամանակ, որպեսզի կանխատեսելի դարձներ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը,
այն բանից հետո եւ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել էր, որ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա որպես ինստիտուցիոնալ ընդդիմություն, այսինքն դուրս չի գա այն շրջանակներից, որոնք նախագծել է հենց Սերժ Սարգսյանը։ Սոսում Սերժ Սարգսյանը ցույցատվել իր 10-ամյա նախագահության ընթացքում, որ օծն իր պորտով, առանց իր դաբրոյի, առանց իր հավանության, օրհնության չի կարող մտնել ազգային ժողով։ Ես փորձեցի առանց իր դաբրոյի 12 թվականին ազգային ժողով, ուրեմն վերընտրվել ազգային ժողովում, ու ես եկել եմ ազգային ժողով Կարեն Դեմիրճյանի հետ միասին։ Բնականաբար ասեմ, նրանց ճակատագիրը, ովքեր Սերժ Սարգսյանի դաբրոն չեն ստացել, բայց հայտնվել են ազգային ժողովում, ավարտվում է լավագույն դեպքում այնպես ինչպես ինձ հետ վարվեցին 12 թվականին եւ դուրս դրեցին ազգային ժողովից բիրտ ճնշումների միջոցով, սպառնալիքների եւ այլն եւ այլն։ Եվ հաշվի հարդարի ֆիզիկական հաշվի հարդարի սպառնալիքներով իմ եւ իմ մոր նկատմամբ, բայց այո, դա ես կարողացա, այսպես ասած, իմ ֆիզիկական գոյությունը փրկել, իմ ֆիզիկական գոյությունը այդքան, իհարկե դա շատ ծանր բան էր, որտեղ այդ մարդիկ գործում են իրական մաֆիոզների ձեռագրով, այսինքն նայում ընտանիքի անդամներին, այո, ուրեմն վատթարագույն դեպքում այնպես եղավ, ինչպես հոկտեմբերի 27-ին, եկան եւ կրակեցին եւ սպանեցին, որտեվ մեծ հաշվով իրենց համար խորհրդարանը պետք է լիներ 100%-ով վերահսկելի։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնության եկան Սերժ Սարգսյանը, որ ինքը կլինի ազգային ժողովում եւ կլինի որպես, ես իմիջիալից Սերժ Սարգսյանին դա ասել եմ, 10 թվականին ես իրան ասել եմ դու ուզում ես Նիկոլին պահես բանտում, որպեսզի այնտեղ նրան վերբով կանես, ես իրա դեմքին եմ ասել դա, բաց թող այդ մարդուն, մենք միասին մասնակցենք ընտրությունների, մրցակցություն լինի, նորմալ մարդը մասնակցի ընտրությունների, 10 թվականին մեծամասնական ընտրակարգով 10-րդ ընտրատարածքում Երևանի առաջադրվել էր Նիկոլ Փաշինյանը եւ ես հանեցի իմ տեխնացությունը նրա օգտին եւ ելույթ ունեցա եւ կոչ արեցի, որպեսզի ընտրողները նրան ձայն տան, բայց Սերժ Սարգսյանը այն ժամանակ դաբրո չէր տվել նրա մուտքը ապահովելու համար, հակառակը արգելափակում էր, որովհետեւ պետք է բանտում դեռ նրա հետ աշխատանք տարվեր։ Սա խորհրդային տարիներից է գալի սովորությունը, այլախոհների հետ միշտ աշխատանք էին տանում բանտում։ Սերժ Սարգսյանը որպես Գևորգովի խորհրդական Նարիմանով մականունով այն ժամանակ այդ դասերը լավ յուրացրել է այդ գործելակերպը, որ այլախոհներին պետք է բանտում պահել այնքան ժամանակ, մինչև հստակ պայմանավորվածություններ չեն լինի, նոր բաց թողնել եւ նրանց օգտագործել։ Այդ նույն սկզբունքով Նիկոլ Փաշինյանին բաց թողեցին, հնարավորություն տվեցին, որպեսզի ընտրվի, ուրեմն Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակով ազգային ժողով, դրանից հետո նրա հետ աշխատանք տարան, որպեսզի դուրս գա այդտեղից եւ ինքնուրույն դառնա, որպեսզի հնարավորություն լինի նրան օգտագործելու հենց իշխանության կողմից, որից հետո անհրաժեշտ էր ապահովել նրա վարքագծի կանխատեսելիությունը, դրա համար ստեղծվեց ելք դաշինքը եւ այնտեղ Նիկոլ Փաշինյանը լիդեր չէր կարգվել Սերժ Սարգսյանի կողմից, 3 լիդերներ էին, այդ թվում Մարուքյանը, Արամ Զավենի Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը, եւ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ցուցաբերելով ճարպկություն եւ երաշխիքներ տալով Սերժ Սարգսյանին, որ ինքը պատրաստ է գործելու ինստիտուցիոնալ ընդդիմության ձևաչափով, դուրս չգալով այդ շրջանակներից ինստիտուցիոնալ ընդդիմության եւ ամենևին գալի ասել կառավարելի ընդդիմության, այսինքն դուրս չգա փողոց չառաջնորդի մասաներին, այլ սահմանափակի գործունեությունը խորհրդարանով, այդ պայմանով են նրան հնարավորություն տվել մուտք գործելու այս ամենը ենթադրություններ են, գիտեք, ես ճանապարհ եմ անցել,
Այսօր դուք քաղաքական դաշտում չեք գտնի երկրորդ այդպիսի գործիչի, որ այսպիսի ուղի անցած լինի, ինչպես ես։ Այսինքն ես խոսում եմ իմ փորձառության բարձրությունից եւ ես շատ լավ գիտեմ ինչա տեղի ունեցել, ես կրկնում եմ, ես 10 թվականին Սերժ Սարգսյանին հանդիպեցի իրան, ասեցի գրանցի ընդդիմադիր ժուրնալիստ է, առաջադրվել է տեխնացու, ես հրաժարվեմ մասնակցելու ընտրություններին եւ կպաշտպանեմ հենց նրան, կհանեմ իմ տեխնատությունը, որովհետեւ անհավասար պայմաններում ես մտադիր չեմ հաղթելու, ինքը չպետք է մրցակցելու նրա հետ։ Այսինքն իմ պապս Խորհրդային Հայաստանի խմբագիրն էր, Համո Հովհաննիսյանի 37 թվականին Քրիստոսի տարիքում 33 տարեկան զոհվեց, երբ որ Խանջանին Բերյան սպանեց, Խանջանի օգնականն էր, Խանջանի ելույթները նա էր գրում, նախապատրաստում, մշակում եւ ՑՕ-ի, այսինքն պաշտոնաթերթի խմբագիրն էր գլխավոր եւ Խանջանի speech writer-ն էր փաստորեն եւ օգնականը, այսինքն նրան ֆիզիկապես ոչնչացրեցի, ես թույլ չէի կարող տա ինձ, որպեսզի ես մրցակցեի բանտում նստած լրագրող հետ հաղթեի եւ այդ մանդատով մտնեի վերադառնայի խորհրդարան։ Դրա համար ես իմ տեխնացությունը հանեցի Նիկոլ Փաշինյանի օգտին, բայց միաժամանակ ես հասկանում եմ ինչա կատարվում։ Իսկ հետագայում արդեն, պարզ ձեզ ասեմ, պարզ, ուրեմն հիշում եք Սերժ Սարգսյանը այդ ցույցերի ժամանակ 18 թվականի, երբ որ ասում էր դիմելով Նիկոլ Փաշինյանը փողոցում էր, ինքը շրջապատված լինելով Մարուքյանով եւ Արամ Զավենի Սարգսյանով եւ նրանց ներկայությամբ ասում էր Նիկոլ, դու ասում ես որ ինստիտուցիոնալ ընդդիմություն ես, բա սրանց էր դիմում Արամ Զավենի Սարգսյանին ու Մարուքյանին, բա նրանցից էր հաշիվ պահանջում, որտեղ նա շրջապատել էր Նիկոլին, աչից դրել էր Մարուքյանին, ձախից դրել էր Արամ Զավենի Սարգսյանին, որպեսզի նրանք ապահովեն Նիկոլի վարքագծի կանխատեսելիությունը, նրանք են երաշխավորները, որ Նիկոլը չի դուրս գա փողոց եւ ընդերից չի գրոհի իշխանության վրա։ Բայց Նիկոլը դուրս եկավ, իսկ ինչու Նիկոլը դուրս եկավ, որտեվ 18 թվականին մինչև այդ Նիկոլի երթը Գյումրիից քայլ երթը Գյումրիից Երևան, մինչև դա երիտասարդները դժգոհ լինելով տարկետումի վերացումից զինվորական ծառայության տարկետում էր տրվում այն երիտասարդներն, ովքեր ընդունվել էին բու ընդունվածներին տարկետում էր տրվում։ Մասնավորապես համարսա այդ երիտասարդները հիշում եք դուրս են եկել փողոց եւ ահագին մեծ զանգված հավաքվեց։ Նրանք առաջինը մտան համարսարան։ Եվ մեծ շարժում էր ալիք էր, այսինքն դա ցույց էր տալի, որ երիտասարդությունը այս իրավիճակը ոչ պատերազմ, ոչ խաղաղություն եւ միաժամանակ ուրեմն ուսման փոխարեն ծառայություն եւ այդ աղճատումը ուսման գործընթացի, որ տեղի է ունենում 2 տարով ծառայության են տանում, չեն ընդունում, այսինքն այս նոր սերունդը չեր ընդունում, այս նոր սերունդը պատրաստ չէր կրելու իր ուսերին այն ծանր բեռը, որը մեր սերունդը վերցրեց իր վրա եւ հերոսաբար կրեց 90-ական թվականներին եւ հաղթանակով դա ավարտեց։ Սա ցուցիչ էր։ Նիկոլ Փաշինյանը որպես ուրեմն փորձառու պոպուլիստ քաղաքական գործիչ, որը ասեմ որ ներգրավվել է քաղաքականության մեջ երիտասարդ տարիքից սկսած եւ իհարկե թրծված էր փողոցային պայքարի թով ու բովում։ Ուստի նա հասկացավ, որ իր ժամը եկել է եւ դրա համար որոշեց դուրս գալ ենթակայության տակից այս երկուսի եւ նրանց միջոցով Սերժ Սարգսյանի, որտեվ Արամ Զավենի Սարգսյանը եւ Մարուքյանը հենց այն մարդիկ էին, ում Սերժ Սարգսյանը կոնստրուկցիա էր ստեղծել։ Այսինքն Նիկոլը շրջապատված նրանցով երեքն են ֆրակցիայի ղեկավարները, այս երկուսը մեկին կարող են հակակշռել եւ ապահովել նրա վարքագծի կանխատեսելիությունը։ Սրանք իրանց արժեվ դրած խնդիրը չկարողացան կատարել։ Եթե կարելի հիմա գանք դեպի այսօրվա իրադարձությունները։ Գիտեք, որպեսզի ավելի լավ ես ձեզ խորհուրդ կտամ, գիտեք ինչ անեք, ես ձեզ խորհուրդ կտամ Լիլիթ Դալաքյանին, երիտասարդ քաղաքագետ է, իմ
լավ ընկերոջ Վիկտոր Դալաքյանի դուստրը շատ ընդունակ մեր երիտասարդ քաղաքագետներից է հրավիրել եւ նա շատ հետաքրքիր բաներ կպատմի իմիջիալոց հետաքրքիր բաներ էր պատմել արդեն իր ելույթներից վերջերս մեկում ես լսեցի թե ինչպես իր հորը Վիկտորն էլ է ինձ դրա մասին ասել բայց ինքը հրապարակայնացրեց Լիլիթ ուրեմն պատրաստա փակագծերը բացել ես դե ինձ չէի կարող թույլ տալ բանի մասին ինչի մասին ինձ ասելա Վիկտոր Դալաքյանը հրապարակայնացրել բայց իր դուստրը երևի իր իմացությամբ հրապարակայնացրեց դա երբ իրեն հրավիրել էր 13 թվականի Սերժ Սարգսյանը եւ ասում էր որ Ռոբերտ Քոչարյանը եթե մենք չմտնենք Եվրասիական միություն Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայի միջոցով կազմակերպելու է ընդվզումներ եւ իշխանության տապալում։ Դա ասել է Վիկտոր Դալաքյանին։ Այս մասին Լիլիթ Դալաքյանը խոսել է իր ելույթներից մեկում եւ երևի պատրաստ կլինի փակագծերը ավելի նշանակում իշխանության տապալում։ Ինչ է նշանակում իշխանության տապալում շատ պարզ, այսինքն Մոսկվայի միջոցով ինչպես դա Սերժ Սարգսյանն էր ասում Վիկտոր Դալաքյանին, կփորձեն կազմակերպել այստեղ ուրեմն այստեղ ալեկոծություններ, ընդվզումներ, իշխանափոխություն թե իշխանափոխություն ինքնիշխանության տապալում պարզապես իշխանափոխություն, հա նկատի ունեիք։ Իշխանափոխություն, որը կվիժեցնի, ինչպես Ուկրաինայում արվեց, չէ՞։ Ինչպես Ուկրաինայում արվեց, բայց այն մյուս կողմից։ Հասկանալի։ Այսինքն, նո այստեղ Ռուսաստանը ուրեմն ձգտել է օգտագործել նաև այն տեխնոլոգիաները, որոնք հատուկ են Թավշյա հեղափոխությունների տեխնոլոգիաները, բայց դրանում հաջողության չի հասել։ Այս պահին էլ ես ձեզ ասեմ, փորձում է դա անել, մենք տեսնում ենք ինչպես մի ամբողջ այսպես արշավանք է սկսվել, բոլոր նրանք, ովքեր հնարավորություն ունեն քիչ թե շատ երևելի հայերից Մոսկվայում ապրող մուտք գործել Հայաստան, ի տարբերություն նրանց, ովքեր այդ հնարավորությունից զրկված են, persona non grata են, Անդրանիկ Միհրանյան, Մարգարիտ Սիմոնյան եւ այլն, բոլոր դրանք այսօր գտնվում են Երևանում եւ այն ֆոնի վրա, որ ինչ որ բան սպասվում է։ Հիմա այդ ինչ որ բանը գուցե եւ վիժեցնելու նպատակով դա փորձ է արվում տեղափոխել ազգային ժողովի քննարկումների ուրեմն ճղճիմ դաշտ եւ ես դες ասեմ նաեւ այս impeachment-ի հարցը որ բարձրացավ ըստ որում պատիվ ունեմը պաշտպանում էր դա որ impeachment-ը հնարավոր է ուրեմն այստեղ վերլուծաբանները տալիս են երկու մեկնաբանություն մեկը այն է որ հնարավոր է որ Միքայել Մինասյանը որը լուրջ դերակատարություն է ունեցել ԿՊ-ի թիմի ձևավորման գործում, լուրջ դերակատարություն է ունեցել։ Այնտեղ ուղղակի կան դեմքեր, որոնք Միքայել Մինասյանին մտերիմ մարդիկ են։ Եվ ԿՊ-ում այդպիսի դեմքեր կան, որոնք Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին վայելել են Միքայել Մինասյանի հովանավորությունը։ Եվ այստեղ է, որ Սերժ Սարգսյանը եւ այդ պատիվ ունեմը, որտեղ եւ Վանեցյանն է եւ մյուսներն են, հա, Վանեցյանը օրինակ, Վանեցյանը հենց այդ կարգի մարդկանցից էր, որ Նիկոլ Փաշինյանի թիմում էր, բայց ներդրված էր հենց Միքայել Մինասյանի կողմից, Սերժ Սարգսյանի կողմից եւ այլն։ Այսինքն իրենք այդպիսի մարդիկ կան այնտեղ, որովհետեւ Սերժ Սարգսյանը կարողացել է այդ բանի հետ Միքայել Մինասյանի հետ միասին այն պայմանավորվածությունների շրջանակներում, որ Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր իշխանությունը հետո վերադարձնել իրենց, հիշում եք Վանեցյանը
19 թվականին գնաց Ռոմում հանդիպեց Միքայել Մինասյանի հետ հունվար ամսին 19 թվականի ինչ ասելու համար, որ այդ պայմանավորվածությունները չեղարկվում են, որովհետև Նիկոլ Փաշինյանը կարողացավ ընտրություններում ուրեմն շրնդալից հաղթանակ տանել եւ դրա համար այդ պայմանավորվածությունները չեղարկվում են եւ չսպասեք իշխանության վերադարձին առաջիկա տարիներին եւ այս իրավիճակում առաջի հերթին կար հույս, որ եթե սկսվի նման գործընթաց եւ այդ գործընթացը զուգորդվի ժողովրդական ընդվզումներով կապված սոցիալական իրավիճակի վատթարացման հետ, գների բարձրացման հետ, հարկերի աճի հետ, համատարած դժգոհությունների հետ, որոնք կապված են կենսամակարդակի իջեցման հետ, դուք չեք գտնի հետխորհրդային որևէ երկրի մայրաքաղաք, որտեղ այդքան մեծ թվով աղքատներ լինեն, հասկանում եք։ Չեք գտնի, ես եղել եմ շատ տարբեր մայրաքաղաքներում, ոչ միայն Մոսկվայում, այս տարի, վերջերս էլ, այնտեղ ես չեմ տեսել աղքատ, որ փողոցում ուր է, այստեղ ամեն քայլափոխի վրա ամենագլխավոր Մաշտոցի փողոցում, այսինքն աղքատությունը գնալով ավելի ու ավելի խորանում է, իսկ այսօրվա տնտեսական իրավիճակում, նաև երբ որ Ռուսաստանից եկող այդ դրական իմպուլսները կապված է պատերազմի հետ, չէ, որ տեղափոխում էին որոշակի բիզնեսներ այստեղ, Հայաստանը դարել է տրանզիտային երկիր Ռուսաստանի համար եւ դա ստեղծում էր լրացուցիչ աշխատատեղեր, այդ միտումները այսօր իջիկ են եղել եւ դրա արդյունքում գործազրկությունն է մեծանում։ Գործազրկությունը գների բարձրացման ֆոնին դա սարսափելի աղետ է։ Գործազրկության աճը գների բարձրացման, այսինքն ինֆլյացիոն process-ի ֆոնի վրա դա աղետ է։ Եվ այս վիճակում, այո, այս ընդվզումների ֆոնի վրա հնարավոր է, որ ԿՊ-ում ինչ-որ տրոհումներ լինեին, այս հաշվարկը կար, բայց հիմնական հաշվարկը այն էր, որ եթե նույնիսկ դա տեղի չունենա, Ռոբերտ Քոչարյանի թիմից վերջերս անընդհատ հնչում էին մեղադրանքներ Սերժ Սարգսյանի հասցեին, որ ինքն է բերել Նիկոլ Փաշինյանին իշխանության։ Եվ ինք գիտակցված է բերել իշխանության, որ ասելա դու ճիշտ ես, ես սխալվեցի, հենց դա նկատի ուներ, որ ուրեմն Կարեն Կարապետյանի, ուրեմն որովհետև Նիկոլ Փաշինյանի ցույցերին իսկապես մասնակցում էին եւ ծառուկյանականները, որոնք կապված են Ծառուկյանը ջուրեր մատակարարում, որոնք կապված են Ռոբերտ Քոչարյանի հետ եւ Տաշիրի Սամոն, որը Սամվելի Տաշիրի Կարապետյանի ուրեմն տնտեսական կայսրության աշխատակիցները մասնակցում էին մեծ թվով եւ Սերժ Սարգսյանը նկատի ուներ այն, որ իր ծրագիրը փորձում էին կանխել իր ծրագրի իրականացումը, այսինքն չէ Սերժ Սարգսյանը ինքը ասեց, որ ես եկել եմ ոչ թե երկրի առջև ծառացած խնդիրները լուծեմ, ոչ թե Արցախի հարցը կարգավորեմ, ես եկել եմ, որպեսզի նախապատրաստեմ իշխանության փոխանցումը երիտասարդներին։ Նա իր ելույթում ազգային ընտրվելով վարչապետ, բաց տեքստով ասեց, որ ինքը եկել է ոչ թե երկրի խնդիր, այլ երիտասարդներ, ինքը այդ երիտասարդներ ասելով նկատի ուներ Միքայել Մինասյանին, բայց քանի որ իրավիճակը բորբոքվեց եւ ալիք առաջացավ, նա միջնորդավորված որոշեց փոխանցումը իրականացնել, այսինքն Նիկոլ Փաշինյանի միջոցով իրականացնել իշխանության տրանզիտը Միքայել Մինասյանին, բայց հետո այդ ծրագիրը չեղարկեց Նիկոլ Փաշինյանը, որովհետև իշխանությունը քաղցր է եւ ախորժակը բացվում է ուտելիս։ Սերժ Սարգսյանն էլ դա չէր հասկանում, կարծում եք։ Սերժ Սարգսյանը մտածում էր, որ Նիկոլ Փաշինյանը ուտելու է այն ճաշը, որ ինքը եփել էր Արցախի հարցում եւ չի մարսելու, դա տապալվելու է։ Դրա համար կառավարական դաչայից դուրս չէր գալի 6 ամիս։
Այսինքն ասում են թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել, բայց բռնապետը, որի դեմ այդ թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել, իր համար նստած կառավարական դաչայում չաշկա լոշկայ անում այս բանի հետ, Նիկոլ Փաշինյանի եւ մյուս քպայականների հետ, ինչի մասին է խոսքը։ Դա ուրեմն դա ֆարս էր, ցավոք սրտի մեր ժողովուրդը այնքան միամիտ է եւ ջուրահավատ, որ չհասկացավ այդ ֆարսի։ Այսօր էլ է ֆարսը շարունակվում։ Այսօր այդ ֆարսը շարունակվում։ Իհարկե, հիմա տեսեք ինչ է կատարվում։ Հիմա տեսեք ինչ է։ Ես ասացի, չէ, որ Ռոբերտ Քոչարյանի վերջի շրջանում Ռոբերտ Քոչարյանի ճամբարից հնչում էին մեղադրանքներ Սերժ Սարգսյանի հասցեին, որ ինքն է բերել Նիկոլ Փաշինյանին իշխանության, հետևաբար ինքն է մեղավոր Արցախի կործանման համար։ Ինքն է մեղավոր Արցախի կործանման համար։ Սերժ Սարգսյանը, սա ծանր մեղադրանքներ էին եւ դրանք հնչում էին, սրանք ուզում էին դա հակակշռել։ Հիմա Մարուքյանին առաջադրելով փորձում էին Ռոբերտ Քոչարյանին մղել անկյուն, որ նա կանգնի այլընտրանքի առջև եւ ստիպված լինի պաշտպանել Մարուքյանին։ Այդ դա կլիներ այն ճշմարտության պահը, որը շատ հաճոեր Սերժ Սարգսյանի սրտին։ Ինչու, որովհետև ինքը կասեր, ինչ է պատահել, ես այն ժամանակ դուք ինձ մեղադրում եք, որ ես իբր թե աջակցեցի կամ նպաստեցի Նիկոլ Փաշինյանին, բայց դուք էլ նպաստում եք Էդմոն Մարուքյանին, ինչի մասին է խոսքը։ Այսինքն այս մեղադրանքները արժեզրկելու համար եւ այս խաղը մեծ հաշվով եւ այդ հարցում ես լիովին համամիտ եմ, որտեղ ասեմ, որ ուրեմն Ռոբերտ Քոչարյանը համամիտ եմ Քոչարյանի այն գնահատականի հետ, որ այս իրավիճակը impeachment-ի հարցի օրակարգ մտցնելու հետ կապված նպաստավոր է Նիկոլ Փաշինյանի համար, միանշանակ։ Սա ճիշտ գնահատակ։ Որովհետև impeachment չի լինելու, որովհետև անհրաժեշտ ձայները, որովհետև յուղ են վառելու։ Բայց այո, այս գործընթացը ցույց է տալու։ Այսինքն չէ, ինչ ասում Ալեն Սիմոնյանը։ Ասում ծեծի միջոցով ենք ստիպված հանդարտացնել իրավիճակը։ Ասում է ո՞նց ծեծի միջոցով։ Բայց ծեծը հանդարտացվելու միջոց է։ Իրավիճակը հանդարտացնելու միջոց է ծեծը։ Ասում է, հա, ծեծը հանդարտացնելու միջոց է։ Եթե նրանք ծեծն են դիտում իրավիճակը հանդարտացնելու միջոց, ապա ինչու չպետք է դիտեն Մարուքյանի առաջադրումը, գործընթացը խորհրդարանում, impeachment-ի ստորագրությունները եւ դա ձախողումը, դա հանդարտացնելու, գոլորշին բաց թողնելու, ինչպես Ալեն Սիմոնյանն ասում, մենք գոլորշին բաց թողեցինք։ Լավ եղավ, որ ուրեմն հա քաշքշուկ եղավ, ծեծ եղավ, բոլոր խորհրդարաններում լինում։ Ես դիմում եմ մեր ամերիկյան հայրենակիցներին, Միացյալ Նահանգների սենատում ներկայացուցիչ նման բան հնարավոր է, դա հնարավոր է որտեղ Թուրքիայում, այո, Թուրքիայում այդպես իրար ծեծում են։ Հիմա մենք վերցրել ենք մեր կուրսը դեպի Թուրքիա։ Եվ դրա համար Ալեն Սիմոնյանը ասում է, այո, դա իրավիճակը հանգուցալուծելու, հանդարտացնելու, գոլորշին բաց թողնելու միջոց է։ Եվ իհարկե որպես գոլորշին բաց թողնելու միջոց, այս impeachment օպերացիան շատ ավելի նախընտրելի է, քան ծեծը, որովհետև չգիտես, դու խփեցիր, կարող է մի հատ էլ քեզ խփեն, էլի։ Պարոն Հովհաննիսյան, գովազդ եմ հատարում եթերում, բայց հարց տամ, որին կանդրադառնան գովազդից հետո, իրար կոռուպցիայի մեջ մեղադրանքները փոխադարձ եւս այդպես գոլորշի բաց թողելու նպատակ ունեն, այսինքն էլի, հա, նույն նպատակն ունեն։ Հետարքի հարց է եւ Շնորհակալ եմ եւ մենք գովազդից հետո վերադառնանք տաղավար սիրելի հայրենակիցներ, գովազդը եթերում մնացեք մեզ հետ։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Երևան շիփինգ, սենսացիան ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։
Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Մի տոկոս, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցե Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +188 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Հմայակ Հովհաննիսյանի հետ, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ պարոն Հովհաննիսյան, եւ այսպես հներ եւ նորեր սերիալը շարունակվում է, որքան հասկանում ենք, եւ ժողովրդին էլի այդ շրջանակի մեջ են գցել, ես երբեմն դա ծուղակ եմ անվանում, եւ այժմ նոր եթերաշրջան է, կոչվում է կոռուպցիայի մեջ փոխադարձ մեղադրանքներ։ Կարելի է այդպես ձևակերպել։ Եվ շատ հետաքրքիր է, որ այս ժամանակաշրջանին նախորդեց Վարդան Ղուկասյանին մեկուսացնելը եւ լրացնելը։ Միացյալ Նահանգներում, հա։ Այո, մեկուսացնելը եւ լրացնելը։ Ինչու, որովհետեւ այդ կոռուպցիոն թեման, ինչպես ես նրան համեմատում էի Wikileaks-ի հետ, հայտնի Ասանժի հետ, ով հրապարակում էր ցնցող բացահայտումներ, փաստորեն հայկական Ասանժն էր դարձել Վարդան Ղուկասյանը։ Եվ նա բացահայտումներով, հա, Եվ նկատի ես ունեք։ այդ գնահատականը տալիս էի, ես հասկանում էի նաև այն, որ կարող է կիսել Ասանժի ճակատագիրը, եւ այդպես էլ եղավ։ Գիտեք, չէ, Wikileaks-ի Ասանժին մեկուսացրեցին, ըստ որում ոչ թե բանտարկեցին, այլ հենց մեկուսացրեցին, ստիպեցին, որ նա լռի։ Նույնը տեղի ունեցավ Վարդան Ղուկասյանի հետ, եւ դա նախորդեց եւ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա արեցին նախկինները եւ ներկաները, այսինքն նախկին իշխանությունները, որոնք այսօր հանդես են գալիս որպես տիտղոսային ընդդիմություն,
խորհրդարանական ընդդիմություն եւ ներկա իշխանությունները միասին դա արեց։ Դա ինձ համատեղ ծրագիր էր, այսինքն որպեսզի այդ երրորդ ուժը անկողմնակալ մեկը, որը կմեկնաբանի իրենց փոխադարձ բացահայտումները չլինի, որովհետև այդ երրորդի դիրքերից հանդես գալը նշանակում է բացահայտել կոռուպցիայի համակարգային բնույթը։ Այ ձեր ստուդիայում ես իմ ծրագրի շրջանակներում ուրեմն կարմիր գծեր հրավիրել էի երկու անգամ դա Վարուժան Օկտանյանին, Transparency International-ի գիտական ծրագրերի ղեկավարին, եւ մենք հենց այդ հարցն էինք քննարկում, արդյոք կոռուպցիան համակարգային բնույթ է, որտեղ որ կոռուպցիա կա մեզանում, որ կոռուպցիան արմատախիլ չի արվել, դա ակնհայտ է, բայց համակարգային բնույթ է այդ կոռուպցիան։ Իհարկե համակարգային բնույթ է, եւ դրա ապացույցը նախկինների մերկացումներն են։ Այսինքն, երբ որ նախկինները, որոնք այդ համակարգային կոռուպցիայի, հայաստանյան համակարգային կոռուպցիայի կնկահայրերն են, հայտարարում են եւ վկայում են այն մասին, որ այդ կոռուպցիան համակարգային բնույթի արմատախիլ արված չի եւ փաստեր են բերում դրա հետ կապված, օրինակ այդ հայտնի ուրեմն ինվեստիցիոն ֆոնդի ուրեմն պատմությունը 65 միլիոն անիֆի պատմությունը ցույց է տալիս դա, բացի դրանից այն բազմաթիվ օրինակները, որ ուրեմն կոռուպցիոն գործերը բացվում են եւ կարճվում են եւ այդ կոռուպցիոն գործերով մեղադրյալներ չկան ըստ էության, օրինակ անիֆի գործով ով է մեղադրյալ չկա, կա հանցագործություն, կա խոշոր հանցագործություն, որում ներգրաված են եղել պետական մարմինները, բայց մեղադրյալներ չկան եւ դա առաջի ցուցիչն է, որ վերջում այդ գործը կարճվելու է, ջրվելու է, ինչպես ջրվեցին բազմաթիվ նմանատիպ գործեր։ Այս ընթացքում շատ հետաքրքիր է, որ իշխանությունները թիրախավորել են Ռոբերտ Քոչարյանին բացարձակապես մոռանալով Սերժ Սարգսյանի մասին։ Հասկանում եք, Արման Բաբաջանյանը հրապարակում է Facebook-ում Քոչարյանի ընտանիքի ուրեմն թալանը։ Տրամաբանական կլիներ, որ չէ, մենք ասում ենք դրանք 20 տարի հանդես են եկել որպես սիամական երկվորայքներ։ Սա իշխանությունների կողմից հետո վերբովկայի ենթարկված Արտաշես Գեղամյանի բնութագրությունն էր, չէ, նա էր սիրում ասել սիամական զրոյական թվականներին սիամական երկվորյակների մասին Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի։ Եվ զարմանալի է, որ հրապարակում է փաստեր, որոնք վերաբերվում են Քոչարյանին եւ իր ընտանիքի անդամներին Քոչարյանի, բայց ոչ մի փաստ Սերժ Սարգսյանը, այնպես է ստացվում, որ Սերժ Սարգսյանը կոռուպցիայով չի զբաղվել, մինչդեռ մենք գիտենք, որ ապշակը, կոռուպցիոն ապշակը տնօրինում էր հենց Սերժ Սարգսյանը։ Ռոբերտ Քոչարյանը անմիջականորեն հասարակության կոռումպացման գործով չէր զբաղվում։ Այդ գործով զբաղվում էր, դա վերապահված էր Սերժ Սարգսյանին։ Հասարակության կոռումպացնելու, հասարակությունը կոռումպացնելու գործը վերապահված էր Սերժ Սարգսյանին։ Հասարակությանը կոռումպացնել։ Հասարակության կոռումպացնելը Սերժ Սարգսյանը, երբ որ դուրս եկավ պաշտպանության նախարարի պաշտոնից, ինքը շարունակում էր վերահսկել բանակը, բանակի բոլոր տենդերները։ Այն Սաթիկ կար իր Սերժի Սաթիկը, որ նստած էր իր կաբինետում, այդ Սերժի Սաթիկը ուրեմն այդ պաշտպանության նախարարության բոլոր տենդերները ուրեմն Սերժի հանձնարարությամբ ռեգուլիրովկա էր անում, բոլոր, իսկ պաշտպանության նախարարությունը դա վիթխարի կերակրատաշտ է, ամենայն դեպս իրանք էին դա վիթխարի կերակրատաշտի վերածել, հասկանում եք, երբ որ ակադեմիայի նախագահան ինքը արմատներով արցախցի Ռադիկ Մարտիրոսյանը
16 թվականին, երբ որ նրան մամուլի ասուլիսի ժամանակ հարց ուղղեցին, թե ինչու Հայաստանում չկա ռազմական արդյունաբերություն։ Չէ, Ադրբեջանում այդ ռազմական արդյունաբերության ծաղմերը դրվել էին եւ մենք դա տեսանք 16 թվականին քարորիա պատերազմի ասպես կոչված ժամանակ։ Այդ անօթաչու թռչող սարքերը եւ այլն։ Հարց տվեցին Ռադիկ Մարտիրոսյանին, ակադեմիայի պրեզիդենտն է, ասեց քոսոտ երկրում դուք խոսում եք ռազմական արդյունաբերության մաս, ինչ ռազմական արդյունաբերություն կարող է լինել այս քոսոտ երկրում։ Եղբայր, դու դարել ես, դու զբաղեցնում ես Վիկտոր Համբարձումյանի պաշտոնը, ակադեմիայի պրեզիդենտ, քեզ հարց են տալի, դու ասում ես քոսոտ երկիր, եթե քոսոտ երկիր է, այդ դեպքում ինչու ես դու այդ քոսոտ երկրում աշխատում, ինչի համար ես աշխատում, եթե ոչ այն բանի համար, որպեսզի այդ քոսոտ վիճակից այդ երկիրը հանես, փող ստանալու համար ես աշխատում, թե ինչ, թե այդ կերակրատաշտից օգտվելու համար, բայց պաշտպանության նախարարությունը մեծ կերակրատաշտ էր, Սերժ Սարգսյանն էր վերահսկում այդ կերակրատաշտը, մինչև վերջ, նա ամենաերկար ժամանակ զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը, այսօր դրա մասին չեն խոսում, եւ Սերժ Սարգսյանը, որ բոլորը գիտեն, որ նա հենց նա է կոռուպցիայի կնքայրը, միջալուց դրա մասին շատ լուրջ եւ հետաքրքիր վկայություններ է բերում ԱԱԾ-ի նախկին ղեկավար ազգային անվտանգության Կառլոս Պետրոսյանը, այդ Սերժ Սարգսյանի գրոսմեյստերական գործունեության մասին, տնտեսության ասպարեզում, այսինքն ամբողջ այդ ուրեմն այսինքն այստեղ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանը օգտվողի կարգավիճակում էր, իսկ ամբողջ այդ խոհանոցը կազմակերպել էր եւ այդ խոհանոցը տնօրինում էր հենց Սերժ Սարգսյանը, բայց այս ներկայիս իշխանությունները թիրախավորել են միակողմանիորեն հենց Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ոչ։ Ինչով եք բացատրում դա։ Ինչով։ Ինչով եք բացատրում։ Գիտեք ինչ, իշխանությունը փոխանցվել է Նիկոլ Փաշինյանին որոշակի պայմաններով։ Այդ պայմաններից մեկն էլ այն է եղել, որ ձեր խոնարհ ծառան Հմայակ Հովհաննիսյանը երբեք ելույթ չունենա եւ ոչ մի հերոստալիկով։ Ես այսօր ունեմ միայն ձեր ամբիոնը, Նոյան Տապանը եւ էլի այն Փակտիվին, Համլետ Խույսյանի, վերջ։ Այսա պայմաններից մեկն է եղել։ ԿՊ-ի կարկառուն դեմքերից մեկը, որ ինձ հարգում է, դիմել է այդ բանին, այդ Պետրոս Ղազարյանին, թե վերջո այս մարդը այս գործի հիմնադիրն է այս երկրում, քաղաքագիտական վերլուծությունները այս մարդուց են սկսվել 90-ական թվականներ, այս ժամանակ մի 88-ից հետո մի քաղաքագետ կար, ես էի սկսել այդ գործը, հետո ստեղծվեցի վերլուծական կենտրոններ, բայց առաջինը մերն է եղել։ Եվ ինչ պատասխանեցին։ Եվ ինչի՞ չեք Ինչ պատասխանեցին։ Ինչ պատասխան։ Ոչ, արգելափակված է, հասկանում եք։ Արգելափակված է, ինչու՞, որտեվ Սերժ Սարգսյանը ցուցակ է տվել։ Ով է persona non grata, չի կարելի ընդհանրապես։ Այսինքն Սերժ Սարգսյանը ազդեցություն ունի հանրային հերոստանգերության։ Սերժ Սարգսյանի հետ ուրեմն պայմանավորվածություն է եղել, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի գործը ամբողջությամբ կջարդի Ռոբերտ Քոչարյանի գլխին։ Որ Սերժ Սարգսյանը, որ եղել է իրական շահառուն, Ռոբերտ Քոչարյանը աղերս չի ունեցել մարտի 1-ի հետ։ Ունեցել է, բայց ում համար է արվում, չէ, բանկը հայտնի արտահայտություն կա, ում է ձեռնտու, ում էր ձեռնտու դա, այսինքն Ռոբերտ Քոչարյանին էր ձեռնտու, թե ով էր շահառուն, մարտի 1-ի արունահեղության շահառուն ով էր, շահառուն, ով պետք է զբաղեցներ նախագահի պաշտոնը որպեսզի հստակություն լինի, դուք ասում եք այո Ռոբերտ Քոչարյանն էլ է մեղավոր, Սերժ Սարգսյանն էլ է մեղք ունի, բայց ինչու եք միայն Ռոբերտ Քոչարյան, այդպես եք ձևակերպում, թե ասում եք Ռոբերտ Քոչարյանը այդքան մեղավոր չէ, որքան Սերժ Սարգսյանը, քանի որ շահառուն ձեզ Սերժ Սարգսյանն։ Ես ասում եմ հետևյալը։ Ավելի հստակ եք Ես ասում եմ հետևյալը, որ ուրեմն հավասարապես մեղավոր են եւ մեկը եւ մյուսը, բայց թիրախավորեցին մեկին, տարան նստացրեցին մեկին,
սլակները ուղեցին այդ մեկի վրա, մինչդեռ նույն Անդրանիկ Քոչարյանը մարտի 1-ի գործով, երբ որ ստեղծվել էր համապատասխան փաստահավաք խումբ եւ իշխանության հավանությամբ էր ստեղծվել այդ խումբը, իշխանության կողմից էր ստեղծվել այդ խումբը, այդ խմբին անդամակցում էր Անդրանիկ Քոչարյանը, մասնավորապես Սեդա Սարգսյանը, Սեդա ուրեմն Սաֆարյանը, որ հիմա Սահմանադրության դատարանի անդամ է, եւ նրանք ինչ ասեցի, որ ստեղծվել է օպերատիվ շտաբ կառավարության շենքում, չէ՞, փաստերը հրապարակեցին այդ փաստահավաք խումբը, Անդրանիկ Քոչարյանը եւ Սեդա Սաֆարյանը, փաստերը հրապարակեցին, որոնք իրենք հայտարարել էին ուրեմն այդ փաստահավաք խմբի շրջանակներում գործելով։ Փաստերը հրապարակվեցին, որ մարտի 1-ի նախօրյակին ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը ղեկավարել է Սերժ Սարգսյանը, եւ այդ օպերատիվ շտաբն է, որ ուրեմն օլիգարխների թիկնազորի ուրեմն անդամներին, թիկնապահներին, այդ բանդաներին, օլիգարխների թիկնապահներին տվել են զինվորական համազգեստ եւ զինվորական համազգեստով նրանք իրականացրել են այդ համազգեստը, այդ ցուցակները, թե այդ համազգեստը ով է ստացել, ուրեմն Լֆիկ Սամոյի, Սամվել Ալեքսանյանի թիկնապահների չափով, Գագիկ Ծառուկյանի չափով եւ այլն, սրանք են արել, այս փաստերը բոլոր պետք է հրապարակ բերվեին իշխանապողությունից հետո, բայց դա չարվեց, ինչպես նաեւ այն, որ կրկնում եմ, բացահայտել է փաստահավաք խումբը, որ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ եւ գործել է կառավարության շենքում, հասկանում եք, եւ դրա մասին ոչ մի խոսք, բնականաբար, ինչու այս մարտի 1-ի հետաքննության ընթացքում այդ փաստերը որևէ կերպ չմեկնաբանվեցին եւ այդ փաստահավաք խմբի գործնեության արդյունքները հրապարակ չբերվեցին, այն արդյունքները, որոնք ստիպեցին Սերժ Սարգսյանին փաստահավաք խմբի գործնեությունը կասեցնել, այսինքն փաստահավաք խումբը դուրս էր եկել իր վրա, եւ սա պետք է դառնար ելակետ, փաստահավաք խմբի գործնեությունը պետք է դառնար ելակետ մարտի 1-ի գործը ուրեմն վերաբացելու եւ իրական մեղավորներին պատասխանատվության կանչելու համար, բայց դա չարվեց, ինչու չարվեց, ես ուրեմն կարծում եմ, որ դա չարվեց հենց այդ նույն պատճառով, որովհետեւ իշխանության փոխանցմանը նախորդել են պայմանավորվածություններ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջև պայմանավորվածություններից մեկն էլ եղել է մարտի 1-ի գործը Սերժ Սարգսյանին այդ գործի մեղավորի դերակատարությունից ազատելը եւ այդ գործը Ռոբերտ Քոչարյանի գլխին ջարդելը, որ Սերժ Սարգսյանը հանվի պատասխանատուների շարքից եւ ամբողջությամբ պատասխանատվությունը դրվի Ռոբերտ Քոչարյանի վրա դրա համար փաստահավաք խմբի գործնեության արդյունքները չդարձան քննարկման առարկա չդարձան, չնայած որ ուրեմն Անդրանիկ Քոչարյանը զբաղեցնում է պատասխանատու պաշտոն, իսկ այն ժամանակ նա փաստահավաք խմբի առանցքային դեմքերից էր, ինչպես նաև Սեդա Սաֆարյանը, Սահմանադրական դատարանի անդամ, եւ նրանք էլ չեն պահանջել, որպեսզի նույնը տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի գործով։ Հոկտեմբերի 27-ի գործն էլ հիմա որ ֆարսի են վերածել, հոկտեմբերի 27-ի գործով Ժիրայր Սեֆիլյանին են հրավիրել որպես վկա։ Ինչ չեն կանչում, ես գլխավոր տուժող եմ, քանիցս հայտարարել եմ, որ ինձ հնարավորություն տվեք, ես հանդիպեմ, առերեսվեմ Նաիրի Հունանյանի հետ, նրան մի քանի հարց տամ։ Ես տուժող եմ, ես իրավունք ունեմ դա պահանջել։ Պարոն Հովհաննիսյան, եթե հրաժամն է ավարտվում, ես ասեմ, ուրեմն մի շարք պայմանավորվածություններ։
եղել են եւ այդ պայմանավորվածությունների շրջանակներում Սերժ Սարգսյանը անջատվում է Ռոբերտ Քոչարյանից եւ այն պատկերն է ստեղծվում որ բոլոր մեղքերի պատասխանատու Ռոբերտ Քոչարյանն է այդ դեպքում պատիվ ունեմ խմբակցության մասնակցությունը կամ խոսույթները իմպիչմենտի մասին ինչ արժեք ունեն որքանով են անկեղծ նրանք ձևակերպում տվեցին որ Մարուքյանը Փաշինյան երկուս է Նիկոլ Փաշինյան երկուս է արդյոք ըստ ձեզ ստացվում է որ պատիվ ունեմը կեղծ է Ուրեմն դրանք ես կասեի զրոյական արժեք ունեն եթե մի հանգամանք չլիներ ասեք ուրեմն կարճ ասեմ որ իշխանությունները շահագրգռված են որպեսզի լինեն ոչ թե հերթական ընտրություններ որոնք արդեն 1 տարուց են եւ եթե դինեն հերթական դա հնարավորություն կտա գոնե երրորդ ուժի որի ձևավորման հերանեկարին մեծ հարված հասցվեց Վարդան Ղուկասյանի ձերբակալությամբ Վարդան Ղուկասյանի լրացնելու միջոցով որովհետև նա տրիգերն էր այդ ուժի գեներացիայի տրիգերն էր հանդիսանում իր բացահայտումներով նա ինքը չէր կարող այդ ուժը ներկայացնել որովհետև համապատասխան նախադրյալներ իրավաբանական չկան բայց ինքը կարող էր անկառավարելի դարձնել հա երևի ընդդիմության աշխատանքը գեներացնել այդպիսի երրորդ ուժի ձևավորում այսինքն իշխանությունները գնում են արտահերթ ընտրությունների իր բացահայտումները որոնք վերաբերվում էին եւ նախկիններին եւ ներկաներին ուրեմն սա մի նախադասություն ինչ ունեն ժամանակ մի նախադասությամբ ես ասեմ պարզ որ այս գործընթացը impeachment-ի կարող է դառնալ արտահերթ ընտրությունների անցկացման trigger, կատալիզատոր Այսինքն պատճառ դառնար, որ պատճառ հանդիսանար իշխանությունների համար, որպեսզի իրանք արտահերթ ընտրություններ նշանակեն։ Սա շատ հետաքրքիր բան է եւ նշանակեն արտահերթ ընտրություններ մի իրավիճակում, երբ որ պայքարը կենտրոնանալ նախկինների եւ ներկաների միջև։ Այսինքն այս ֆոնի վրա եթե impeachment-ի հարց արձարծվելը բերեր նրան, որ այս ֆոնի վրա արճակատման նախկինների եւ ներկաների նշանակվեին արտահերթ ընտրությունները, Նիկոլ Փաշինյանը կստանար եզակի շանս վերարտադրվելու այդ ընտրությունների միջոցով։ Նիկոլ Փաշինյանը ինքն է մասնակցում իր impeachment-ի գործընթացին։ Իրան շատ ձեռնտու է, որպեսզի իր impeachment-ի գործընթացը նախաձեռնեն նախկինները, որոնք ատելի են այս ժողովրդի համար։ Եվ այն ֆոնի վրա, երբ որ սկսվում է արճակատում, այսինքն երբ որ ժողովուրդը ստիպված է նորից նույն այսպես ասած դիլեմի առջև կանգնել արհեստական ներկաները կամ նախկինները։ Ես շնորհակալ եմ պարոն Հովհաննիսյան, շատ իսկապես շնորհակալություն, մենք երևի թե առիթելի կունենանք կհանդիպենք եւ կշարունակենք մեր զրույցը։ Շատ հաճելի է նամանավանդ որ դուք միակ ամբիոնն եք, որը ինձ համար հասանելի է այսօր։ Ուրախ ենք այն պատճառներով որոնց մասին ես ասացի։ Այո, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ ենք զրուցում սիրելի հայրենակիցներ, եթերը վարում էր Գայանե Առաքելյանը, բարին ձեզ։